Բարև ձեզ, իմ սիրելի հետևորդների եւ ալիքի հյուրեր։ Ժողովուրդ ջան, իմ հետևորդներից հարցնում են, ինչ ամանների մեջ տնենք հապալասները։ Հիմա ես տեսանյութ եմ անում, այսօր մանրամասն կբացատրեմ, ինչ ամանների մեջ տնել, ինչպես եւ ինչու։ Այդ դուք տեսնում եք այս ամանները 65 լիտրանոց են։ Այստեղ գրված է մոդիկի ցույց տամ 65 լիտր։ Սա իդեալական է, սրանց մեծ երևի մասել չունի։ Այս ամանները, եթե ես գնեի բույսերի խանութից, որտեղ վաճառում են բույսերի, ծաղիկներ, թփեր եւ այլն ծառեր, երկու անգամ թանկ է լինելու։ Ես գնել եմ սա շինարարությունների խանութից, ավելի որակով է ես կասեի, եւ երկու անգամ էժան է։ Միայն նրա համար որ անցքեր չի արված, տեսեք, անցքեր չկա, անցքերը մենք տեղում կանենք, դուք կտեսնեք։ Սրա մեջ երևի ջուր են լցնում շինարարության ժամանակ կամ բետոն են խառնում ինչ-որ մի բան։ 65 լիտրանոց են։ Հիմա ես ցույց կտամ, անցքերը կանեմ, հետո կբացատրեմ ինչ ենք անելու։ Այս նման սարքով դրելով անցքերը կանենք։ 5 անցքը բավական է, մի հատ կենտրոնում մնացածները կողքի վրա։ Մեկ երկաթել բանենք և հերիք է։ Դեշ, անցքերը արեցինք։ Պատրաստ է։ Ինչու այս չափի պլաստմասե ամանների մեջ։ Իմ թուփս, հեսա թուփը տեսեք ժողովուրդ ջան, այս սա է։ Ես սա աջեցրել եմ սերմից։ Արդեն 2 տարեկան է, դնելու եմ հողի մեջ։ Ամենաճիշտը մեծ ամանների մեջ տնելն է, որպեսզի թուփը անտառ չտեղափոխեք եւ չընթագեք ստրեսի։ 65 լիտրանոց աման է, փոսը փորել եմ արդեն։ Պետք է թաղեմ հողի մեջ։ Ինչ ենք թաղում հողի մեջ։ Ճիշտ հողի մեջ թաղելն է, որովհետև երբ որ արևը տաքացնում է այս մասերը սերը կլանում է ջերմությունը, ամանները տաքանում են, թուփը սկսում է ոնց որ թե իրեն վատ զգալ, կոմֆորտ չի թուփի համար։ Գոլոշ ասում է շատ է տոֆը չորանում է, պետք է հաջախակի ջրեք։ Իսկ որ մենք թաղում ենք հողի մեջ, կողքից էլ արևը չի տաքացնում եւ ավելի լավ պայմաններում է գտնվում։ Իզոլացված է մնացած հողերից, քանի որ մենք տնկում ենք թթու տորֆի մեջ, pH-ը 3.5։ Հիմա դնում ենք ամանը հողի մեջ, փոսի մեջ, իր չափերով արված է, խնդրեմ։ Դրանից հետո ես միշտ օգտագործում եմ փայտանյութ, անտառից բերված հին, եղևնու գեղևներ, փդած ճյուղեր։ Սա ես արդեն ոնց որ սա վարակված է ունի միկարիզա սունգը։ Սա շատ օգտակար հետո հումուս կդառնա իր համար։ Վերցնում եմ տակը։ Այսինքն ժողովուրդ ջան։ Եթե տնկում եք ավելի լավ է, դրեք մի անգամից մեծ ամանների մեջ։ 65 լիտրանոց, 65-ը բավական է։ Իհարկե ավելի մեծերը կան, բայց սա լրիվ բավական է։ Հապալասի ամանները կան, եկեք չեն իջնում, կողքի վրա տարածում են ճիշտ է, բայց սա բավական է, որ թուփը իրեն լավ զգա այս պայմաններում։ Ես ժողովուրդ ջան, լցել եմ դա մոտավորապես 12 սանտիմետր, 12 մինչև 15 մաս ամանի, ոնց որ։ Դրանից հետո այստեղ տեսնում եք դուք եղևնու շատերև ծառերի փշերը փդած 2 տարի հնացել եմ սա շիշկաներ, տեսեք։
Հիմա դրան խառնում եմ ավազ։ Հաշկա չափով մոտավորապես ինչքան 10%, 5%։ Դա բավական է։ Ավազը խառնում ենք բահով։ Ավազը խառնելուց հետո ավելացնում եմ թթուտով հատուկ հապալածների համար արդեն հարստացված է օրգանական եւ անօրգանական բաղադրամիջերով եւ կա նաեւ իր մեջ միկարիզայի միցելյաները, սունգի։ Առանց այդ սունգի հապալածը կյանք չունի ժողովուրդյան։ Դա ես ասում եմ ցանկացած տեսանյութի մեջ։ Հիմա սա նորից խառնում եմ ընդհանուրի հետ։ Խառնեցի։ Խառնելուց հետո լցնում ենք արդեն փոսի մեջ։ Եթե դուք ձեռք եք բերում եղևնու փշեր, փշատերի ծառերի աստեղները, դերեր թողեք հնանա մի 2 տարի, որպեսզի ավելի էֆեկտիվ լինի։ Համ տորֆն է քիչ գնում, համ էլ շատ լինում է որակյալ։ Մի հատ ջրում ենք, լավ ջրում ենք, որ անցի մինչև են փայդանյութին ջուրը, սպասենք ներծծվի, սա նույնպես թթուտորֆ է ժողովուրդյան, հատուկ հապալածների, բրուսինկաների, ազալկաների և թթու տորֆ սիրող բույսերի համար է։ pH-ը նորից ցածր, գրված է 3.5։ Բացում ենք։ Հիմա արդեն մնացել է մինչև վերջ մոտավորապես 14-15 սանտիմետր։ Լսում եմ մենակ մաքուր տորֆը։ Ոչինչ չեմ խառնում։ Ես այդպես եմ անում, ժողովուրդ։ Հիմա հավասարեցնում ենք։ Հավասարեցնում ենք։ Ցարկում ենք տեղը։ Հիմա ջրում ենք այս փոսի մեջ։ Now, սպասենք ջուրը ծծվի։ Եվ ամանից հանում ենք սերմից հաջեցրած հապալասի թուփը։ Նեցրա։ Բրիջիտա սորտն է ժողովուրդյան։ Հիմա հանում եմ մեջից։ Եվ կարելի է մի փոքր մատերով ամատները ոնց որ ակտիվացնենք, ազատություն տանք ու դնենք արդեն փոսի մեջ։ Եվ լրացնում ենք տորֆը։ Նորից ավելացնում ենք։ Տորֆը լցրեցինք ժողովուրդյան։ Հիմա գնում եմ թեփը բերեմ։ Հիմա ժողովուրդյան, դուք տեսնեք թեփ դույլի մեջ եղևնու
կամ փշադերև ծառերի սեղոսարանց եմ վերցրել, մաքուր թեփել, լցնում եմ տորֆի վրա, ծածկում եմ, մուլչիրովատ եմ անում, որպեսզի գոլորշացումը քիչ լինի, տորֆը շուտ չչորանա։ Այդ մեկ երկրորդին ծտերը թռչունները չեն տեսնում սև գույնը եւ որթեր չեն ման գալ, չեն քանդում թփի տակը։ Սա ես փորձել եմ, սա փորձված է։ Իրանք թեփի վրա չեն գալիս թռչունները։ Սա ես եմ անում։ Բոլոր թփերը։ Հենան գոքի թուփը ցույց տուր։ Ոնց արած։ Ահա, վերջ, հիմա ջրում ենք, մենք սրյալ թփի համար ստեղծեցինք իդեալական պայմաններ, իդեալական հապալասի համար, դե թող աճի։ Ժողովուրդ հասկանում տեսանյութը ավարտում եմ։ Եթե հավանեցիք դրեք ձեր լայքերը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին։ Ձեզ հետ ինչպես միշտ Բորիս Խանբեգյանը, բարին ընդ ձեզ, եղեք առողջ, ցտեսություն։